Պետությունն ուզում է ամբողջական վերահսկողության տակ առնել քո հեռախոսը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետներն այսպես են գնահատում այն նախագիծը, որ հավանեցին 3 կառավարական կաբինետում վարչապետի գլխավորությամբ։ Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է եւ շարունակում է իր գործը։ Մեղմ ժպտացողն այս դեպքում բջջային հեռախոսների սև շուկան է։ Մեծ թվեր կա այստեղ ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն առաջարկում է Հայաստան մտնող բոլոր հեռախոսները գրանցել։ Ամեն հեռախոս ունի իր չկրկնվող իմեյին, սա 15 նիշանոց նույնականացնող համար է։ Կստեղծվի շտեմարան, որտեղ պիտի գրանցվեն Հայաստանում օգտագործվող բոլոր հեռախոսների իմեյները։ Բջջային կապի օպերատորը անմիջապես կմերժի կամ կկասեցնի բջջային կապի ծառայության մատուցումը, եթե email կոդը գրանցված չի լինի։ Եթե օրինակ դրսից հեռախոս եք նվեր ստացել, պետք է տուրք վճարեք ու գրանցեք այդ 15 նիշանոց համարը։ Հակառակ դեպքում նույնիսկ iPhone 17 Pro Max-ը ընկույզ կոտրիչ կդառնա։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու եւ սա արդարացված է։ Կառավարական դեմքերը հեռախոսների նույնականացման շտեմարանով ցանկանում են ոչ միայն ստվերի դեմ պայքարել, ասում են այդպես նաև գողացված հեռախոսները հեշտ կգտնվեն։ Թեպետ բազմաթիվ են դեպքերը, երբ գողության դեպքում հեռախոսի տերը սարքի իմեյին տրամադրում է ոստիկանությանը, բայց անօգուտ չեն գտնվում այդ կորած հեռախոսները։ Գործադիրը մի փաստարկ էլ ունի՝ թվային աշխարհում հետ ենք մնում, եթե այս համակարգը չլինի։ Թվայնացման տեսանկյունից սմարթֆոնը զենք է, կամ կարող եմ այլ կերպ ասեմ, դա թվային աշխարհում տրանսպորտային միջոց է։ Մենք չենք կարող իմեյի կոնցեպտը չներդնել Հայաստանում։ Սմարթֆոնը զենք է, բայց այս լուծումը սմարթֆոնի տիրոջ ուղղությամբ կարող է կրակել, ահազանգում են տեղեկատվական անվտանգության փորձագետները։ Cyber Hub AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը գրում է. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը եւ ձեր բոլոր SIM, eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով եւ երբ է ակտիվանում ցանցում։ Եթե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը, իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, գրում է փորձագետը։ Օրինակ է առաջին դասարանցիների գրանցման բազան, որն այս շաբաթ մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։ Ըստ Արթուր Պապյանի, կառավարության այս նախագծով հնարավորություն է ստեղծվելու, որ բազայի տվյալներն օգտագործվեն այլ նպատակներով։ Սիրտս վկայում է, եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, 5 րոպեից իմեյով տեղը կհայտնաբերեն ու մասկի շոու կանեն։ Կառավարությունը միջազգային փորձն է վկայակոչում։ Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարում է այն երկրների ցանկը, որտեղ բոլորի բոլոր հեռախոսների կոդերը գրանցվում են։ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Այս է միջազգային փորձը, ինչպես տեսնում եք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են։ Իսկ ժողովրդավարության բաստիոն Ռուսաստանը հիմա է անցում կատարում այս համակարգին, հեգնում է Մարտիրոսյանը։ Այս կարգավորումը համարում անհամաչափ քաղաքացիական ազատությունների տեսանկյունից։ Եթե սարքը կցվում է մարդուն, ուրեմն միշտ հնարավոր է տեսնել, թե որտեղ է այդ հեռախոսն ու նրա տերը։ Ես խնդիրը դրել եմ հետևյալ կերպ. 2027 թվականի հունվարի 1-ից պետքա որոշումը ուժի մեջ մտնի եւ պետքա աշխատի։ Բայց խորհրդարանական քննարկումները դեռ առջևում են։ Նախագծի առաջին ընթերցումը սեպտեմբերին է։ Այն առայժմ միայն կառավարության հավանությունն է ստացել։ Հետևելով քննադատություններին, նախարար Մխիթար Հայրապետյանը փորձագետներին քննարկման է հրավիրել խորհրդարանական հանձնաժողովում։ Սոցցանցի օգտատերերից հետաքրքրվում են, իսկ երբ է ազատ ինտերնետի հուղարկավորությունը։